Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ուրեմն դուք որպես պայմանագրային ծառայության գրավչության բարձրացման ուղղված ծրագիր ներկայացրել եք Պաշտպան հայրենացը եւ նաեւ ներկայացրել եք թվերը, թե ըստ էության մեկնարկից ի վեր, եթե ճիշտ եմ հասկանում, այսինքն 22 թվականին, երբ որ ընդունվեց այդ օրենքը, դրանից հետո 4200, շուրջ 4200 զինծառայող, 4225 զինծառայողի ներգրավության մասին եք խոսել։ Բնականաբար այս տեսանկյունից դուք ներկայացրել եք այն թվերը, որը ըստ ձեզ կամ ըստ կառավարության հնարավորություն է տալիս գնալու այս փոփոխությունները, այսինքն 6-ամսյա ժամկետի կրճատման։ Այս տեսանկյունից, եթե դուք ներկայացնում եք այդ թիվը, որպես այսպես կոչված դրական բալանս, ես կարծում եմ նաև այստեղ մի քանի այլ թվեր պետք է ներկայացնեք, որպեսզի պայմանական 22-25 ժամանակահատվածի համատեքստում երևա այսպես կոչված դրական բալանսը։ Մասնավորապես 22-ից 25 թվականների ընթացքում առհասարակ պայմանագրային ծառայության համակարգում Պաշտպան հայրենացը մի կողմ դրած որքան մարդ է օրինակ պայմանականորեն լուծել պայմանագիրը կամ չի երկարաձգել պայմանագիրը կամ այս տեսանկյունից մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում որքան է կազմում համալրվածության աստիճանը։ Ինչ եմ ես ասում, ես մեկ այլ պայմաններում միգուցե սա չակնկալ էի ձեզանից, եթե դուք օրինակ չներկայացնեք այդ 4200 թիվը, որովհետև այս ընթացքում ես ինքս հետևել եմ այս ծրագրին, դա որպես կանոն փոխանցվել է գաղտնի բաժնի միջոցով, այսինքն հրապարակային թիվ չի եղել, բայց եթե եկել այն պահը, որ դուք անհրաժեշտ եք համարել այդ թվի հրապարակումը, ապա այս տեսանկյունից լավ կլիներ մնացած մյուս թվերը հրապարակվեր, որպեսզի հասարակությունը կարողանար այդ ընդհանուր համատեքստում գնահատել, թե դրական բացական համատեքստը որն է եղել։ Մեծ առումով նաև զորակոչի հետ կապված թվերը չի հրապարակվում, ռազմական գաղտնիք է համարվում, չգիտեմ, եթե նույնիսկ դրա անհրաժեշտությունը կա կամ այդպես չի համարվում, նաև անհրաժեշտ է հրապարակել, թե միջին ասված 1 տարվա ընթացքում, 1 զորակոչի ընթացքում ինչքան մարդ է զորակոչվում զինված ուժեր, որպեսզի հասարակությունը կարողանա գնահատել, թե ձեր ներկայացած թվերը կամ ծրագրերը եւ իմ ասած հանգամանքները ընդհանուր առմամբ դրական թե բացական սալդո են առաջացնում։ Գիտեք, առաջին տեսանկյունից սա հանրության համար ժամկետի կրճատումը ընկալվել է որպես դրական քայլ, կամ ինչպես դուք եք ասում, հանրությանը հաճելի բան է եղել, այդ նախաձեռնություն ա եղել, բայց երբ որ մարդը սկսում է արդեն նաև որոշակի սառը դատողությամբ դիտարկել, արդեն սկսում է մտածել նաև այն մասին, թե այս փոփոխությունը կամ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումը Իշտաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով իր անվտանգության կամ իր անվտանգության միջավայրի վրա ինչ ազդեցություն ունենալու եւ իմ հարցադրումը ես այս համատեքստում ձեզ ներկայացնում։